Հնագիտական պեղումների ժամանակ, որ կա մեր պատկերասրահում, այդ հին շրջանի, մենք ունենք հայտնաբերված Ավանի պեղումների ժամանակ 8-րդ դարի տղա երեխայի 14 տարեկան տրեպանացիոն անցքով գանք։ Մեր թվարկության 8-րդ դար, թե նախաքրիստոնեական շրջան է, խոսքը վերաբերում է հեթանոսական շրջանին։ Իսկ ըստ խորենացու մեր ամբողջ Սոսյաց անտառը սրբացված է եղել, որովհետև այստեղ եղել են իսկապես զարմանահրաշ բուժամիջոցներ, սկսած ցավազրկողներից, վերջացրած որդամուղներով եւ տարբեր ներքին հիվանդությունների բուժման հետ կապված միջոցներ։ Քրիստոսի ծննդից առաջ 260 թվականին Հայաստանում մեր պետական այրերը զբաղված էին բառից բուն իմաստով առողջապահության կազմակերպման խնդիրներով։ Արձանագրվել է, որ Հայաստանում առաջին հիվանդանոցը, որ բացվեց 260 թվականին, հայտնի է, որ Եվրոպայում առաջին հիվանդանոցը բացվել է 560 թվականին։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, թեև ինքնության տաղավարում բոլոր հաղորդումներն են կարևոր, որովհետև դրանք մեր ինքնության, մեր պատմության ու մեր մասին են։ Այսօր վերջապես ես կարողացել եմ սիրով հյուրընկալել տաղավարում մի շատ կարևոր գիտնականի, ով Մաշտոցյան մատենադարանում 50 տարիներից ավելի իր ամենօրյա աշխատանքով փորձում է ուսումնասիրել գտնել, համակարգել եւ գիտական հոդվածների ու գրքերի տեսքով մեզ ներկայացնել, թե ինչպես էին բժշկում մեր նախնիները, ինչպես էր զարգանում այս գիտությունը նախկինում, ովքեր էին զարգացնում եւ ինչ մեթոդներով էին անում։ Այսօր ես տաղավարում սիրով հյուրընկալել եմ Դոնարա Կարապետյանին, ով Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող է, բժշկական գիտությունների թեկնածու, բժշկապատմաբան եւ դոցենտ։ Այո, դոցենտը մոռացա ասել իր տեղում։ Շնորհակալություն շատ Տիկին Կարապետյան, որ այսօր ինքնության տաղավարում եք։ Բժշկության մասին գրեթե չենք խոսել ինքնության տաղավարում։ Ես մի տեսակ մտավախություն ունեի, արդյոք արժանի եմ այս թեման քննարկել եւ քննել ինքնության տաղավարում, բայց շատ շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք եւ այսօր մենք կսկսենք հասկանալ, թե մեր նախնիներն ինչպես էին իրար բժշկում, ինչպես էին առողջությանը վերաբերում եւ որ ժամանակներից սկսած մենք ինֆորմացիա ունենք։ Ես մեծ սիրով հյուրընկալվել եմ, այսպես ասած, այս տաղավարում, ինձ հաճելի է, որովհետեւ սա այն ամենը, ինչ վերաբերում է միջնադարյան հայ բժշկագիտությանը, նրա ձեռքբերումներին, նրա զարգացման առանցին շրջափուլերին, դա դարձել է արդեն 50 տարի իմ կենսակերպը։ Սա իմ ուսումնասիրության եւ իսկապես, այսինքն սա այն բնագավառն է, որին ես լծվել եմ, տրվել եմ եւ հաճույքով շարունակում եմ անել, որովհետեւ այն շերտերը, որ կան մեր միջնադարագիտության այս ոլորտում, միջնադարյան հայ բժշկագիտությանը վերաբերող, սա անընդգրկելի սահմաններ ունի եւ այն ամբողջ ստեմարանը, այն գանձարանը, որ կա Մաշտոցյան մատենադարանում, միջնադարյան հայերեն ձեռագիր բժշկարանի տեսքով այդ հավաքածուն դեռ մի քանի սերունդների, իհարկե դրանց ուսումնասիրությունը սկսվել է դեռ Վենետիկի Մխիթարյան միաբանության մեր ավահայրերից, շատ մեծ աշխատանք են արել, շատ հասանելի են դարձրել, մենք հասկացել ենք, որ դա գա դեռ Արսեն Սուքրյանից, այլ կերպ ասած, հետո դա իսկապես հետաքրքիր էր, եւ երբ արդեն մտնում ես այդ դաշտը, միջնադարագիտության հայերեն բժշկագիտական միտք, սա արդեն դառնում է շատ լուրջ
եւ շատ կարեւոր գիտական հետազոտության թեմա։ Դուք ասում եք, որ շատ մեծ է ծավալը աշխատանքի եւ մի քանի սերունդներ դեռ կարող են դրանով զբաղվել, եւ դուք դա ասում եք միայն այս պահին Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի մասին, այնինչ շատ տվյալներ կան, շատ տեղեկություններ են հասնում, որ միջնադարի ժամանակաշրջանում Հայաստանից տարված, առևանգված, թալանված գրականության պատառիկներ հասել են նաեւ տարբեր երկրներ եւ խորհրդային շրջանում ասում են, որ Մոնղոլիայից գիտաշխատողներ են ուղարկել Հայաստան գրաբար սովորելու, որպեսզի կարողանան գնան եւ իրենց մոտ պահվող հայերեն ձեռագրերը հիմնականում բժշկագիտական կարողանան վերցանան եւ հասկանան թե ինչ է այնտեղ թաքնված։ Նման պատմություններ եւս կան, բայց ամեն դեպքում այն ամբողջ պաշարը ինչ որ մեզ մոտ Մատենադարանում է հիմա պահվում կամ Վենետիկում կամ մեր մյուս հայկական մատենադարներում քիչ չեն հասկանալու համար ամբողջը։ Ուղղակի այդ ծավալի աշխատանքի մեջ պիտի երևի խնդրեմ դες բացատրեք թե ինչպես եք ուսումնասիրում, ինչ մեթոդով պիտի ուսումնասիրել, որովհետև դա շատ կարևոր սկզբունք պիտի լինի հասկանալու համար ամբողջը, ճիշտ հասկանալ։ Խնդիրն այն է, որ ընդհանրապես միջնադարագիտության ցանկացած ոլորտ պետքա մի տեսակ այլ հետազոտության, այլ գիտական ուսումնասիրության ենթարկվի, իսկ ինչ վերաբերում է միջնադարյան հայ բժշկագիտությանը, իմ տպավորությունը այն է եւ ես ուզում եմ ի սկզբանե դա արձանագրել, որ այն պատկերացումը, որ միջնադարյան հայ բժշկագիտության առաջնահերթ արժեքը նրա այլընտրանքային ավանդական բժշկագիտության թևն է, ոլորտն է, հատվածն է, դա թյուր պատկերացում է, որովհետև միջնադարյան հայ բժշկագիտությունը ունի իր զարգացման տրամաբանական պատճառահետևանքային կապը, որը շատ կարևոր է գիտության ընդհանրապես ցանկացած ոլորտի ուսումնասիրության համար, առավել եւս եթե դա վերաբերում է հին շրջանին եւ միջնադարին։ Ոչ մի բան պատահական չի։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ հայ բժշկագիտության արժեքը ոչ թե նրա կիրառական բժշկագիտության մեջ է, գործնական, պրակտիկ, այն հատվածը, որ մենք սրանով ենք բուժել կամ նրանով ենք բուժել, մեր բժիշկները հանրահայտ են եղել, ոչ, սա գիտական մի ամբողջ խորը շերտ է, եւ երբ սկսում ես ուսումնասիրել, դու հասկանում ես, որ բժշկագիտության զարգացման այդ ընթացքը եւ նրա շարունակականությունը եւ նրա զարգացման փուլերը խիստ կապված են իրար հետ եւ ունեն իրեն զարգացման եւ ուսումնասիրության պատճառահետևանքային կապը։ Եկեք սկսենք ուղղակից, առաջին ուղղակից ինչ որտեղից է սկսում կամ որտեղից սկսած մենք ինֆորմացիա ունենք։ Ըստ այս սկզբունքի, երբ դու սկսում ես արդեն հետամուտ լինել այս բնագավառի մեջ, հասկանում ես, որ դա մեր մշակույթն է, մեր քաղաքակրթությունն է, մենք շատ լավ գիտենք, որ դա երբվանից է գալիս, որտեղից է սկսվում, ես ավելի որոշակի կասեմ իմ ոլորտի մասին, հայ բժշկագիտության։ Մենք բոլոր հավաստի տեղեկությունները ունենք, դե բնական է, հասկանալի է, որ մինչև Մաշտոցյան գրերի գյուտը մեր աղբյուրները պետք է լինեին ազգագրական տվյալները, հնագիտական պեղումները եւ բնականորեն օտար պատմիչների գործերը։ Սա է խնդիրը։ Եվ ըստ այդը մենք մեր պատկերացումները ունենք այդ մասին։ Եվ հենց այս սրանց հիման վրա էլ արվել են ուսումնասիրություններ, արվել են լավ ուսումնասիրություններ են արվել, այ հենց սկսած է շրջանից։ Ինչ գիտենք մենք դրա մասին։ Մենք գիտենք, որ դեռ հեթանոսական Հայաստանը ունեցել է բժշկական մշակույթ։ Եվ սրա համար մենք ունենք վստահելի տեղեկություններ, այլ կերպ ասած, այսպես իրավաբանորեն կասեին իրեղենապացույցներ, որովհետև հնագիտական պեղումների ժամանակ, որ կա մեր պատկերասրահում, այդ հին շրջանի, մենք ունենք հայտնաբերված Ավանի պեղումների ժամանակ 8-րդ դարի տղա երեխայի 14 տարեկան տրեպանացիոն անցքով գանք։ Մեր թվարկության 8-րդ դար, թե նախաքրիստոնեական։ Նախաքրիստոնեական շրջան է, խոսքը վերաբերում է հեթանոսական շրջանին։ Այո,
ես կգամ մինչև դեռ քրիստոնեություն։ Բայց այդ տրեպանացիան, որ արված է, նշանակում է բավական զարգացած պիտի լիներ։ Բնականորեն, այն նման օրինակ աղբյուրներն են, որ մեզ թույլ են տալիս ասել, որ մենք ունեցել ենք արհեստավարժ բժիշկներ, այսինքն մենք կարող Հայաստանի տարածքում հայտնաբերվել։ Այսինքն եւ հետաքրքիրը այն է, որ սովորաբար նախնադարում նման բաներ անում էին, չէ, գիտեք, այ մասնավորապես էպիլեպսիայի ժամանակ ընկնավորության, որ դա դիվային հիվանդություն է եւ այլն չարքեր են մտնում գլխի մեջ, պետքա դա դուրս բերել։ Այս պատկերացումներով բացվածքներ էին անում գանգի վրա եւ բնական է, չէ, կոտրվածքներ եւ վերջապես մենք արդեն 8-րդ դարում տեսանք, որ կա որոշակի տրեպանացիոն անցքով, հայերեն մենք կասենք ոսկրաշաղափում, քունքային հատվածում, գանգի քունքային հատվածում տրիպանացիոն անցք այդ ժամանակ ներգանգային ճնշումը իջնում է եւ այդ էպիլեպտիկ նոպաները պակասում են եւ ունենք նաեւ հեթանոսական շրջանից ազգագրական տվյալներով սրբացված դեղաբույսեր խոսքը մասնավորապես վերաբերում է լոշտակին իսկ ըստ խորենացու մեր ամբողջ սոսյաց անտառը սրբացված է եղել, որովհետև այստեղ եղել են իսկապես զարմանահրաշ բուժամիջոցներ, սկսած ցավազրկողներից, վերջացած որդամուղներով եւ տարբեր ներքին հիվանդությունների բուժման հետ կապված միջոցներ։ Ասելիքս նա է, որ այս տվյալները եկանք մենք պարտական ենք մեր պատմիչներին, մասնավորապես Մովսես Խորենացուն, հայերեն գրերի գյուտից հետո մենք արդեն ունեցանք հայոց պատմությունը, որտեղ կա նաև հեթանոսական շրջանը, եւ ուզում եմ ասել, որ մենք հստակ տեղեկություններ ունենք, պատմական, իրեղեն, վստահելի տեղեկություններ, որ մինչև քրիստոնեությունը, Քրիստոսի ծննդից առաջ 260 թվականին Հայաստանում մեր պետական այրերը զբաղված էին բառից բուն իմաստով առողջապահության կազմակերպման խնդիրներով։ Ինչպես էին դա անում։ Ինչպես էին անում։ Մենք ունենք տեղեկություն ըստ Խորենացու 260 թվականին Քրիստոսի ծննդից հետո Սուրեն Սալահոնի իշխանի կինը, Աղվիդա իշխանուհին, որի տղան տառապում էր բորոտությամբ, դե մեզ հայտնի է, որ վաղ միջնադար, դրանից առաջ ամբողջ միջնադար չարիք էր վարակական հիվանդությունները, մասնավորապես բնական կամ սև ծաղիկը, դա բորոտությունը, փղախտը եւ այլն։ Այդ բորոտությամբ էր տառապում եւ Աղվիդա իշխանուհին իր իշխանական գանձերի ծախսելու շնորհիվ կար Արեմտյան Հայաստանում Արբենուտ կոչվող շատ հետաքրքիր բուժիչ հանքային ջրերով հարուստ մի տեղանք։ Այստեղ նա կառուցել տվեց 35 մահճակալանոց հիվանդանոց, եւ սա պատմական փաստ է։ Սա պատմական փաստ է, իմիջայլոց այդ ես ուզում եմ ի սկզբանե ասել, որ այ մենք հայերը, չգիտեմ, ինչ առաջինն ենք, էլի հայկական է, սա հարցի մյուս կողմն է, սա գիտական իրողություն է, գիտական փաստ է, ուսումնասիրված է եւ ընդ որում դա արձանագրել են ոչ միայն մեր պատմիչները, Խորենացին, Բուզանդը, այլ օտար պատմիչները։ Եվ այս արձանագրումը տեղ է գտել արդեն վաղ շրջանի բժշկապատմաբանների, օտարազգի բժշկապատմաբանների, истории մեդիցինի, այս բժշկագիտության պատմության զարգացման ընթացք ուսումնասիրող մարդկանց գրքերում։ Այլ կերպ ասած, արձանագրվել է, որ Հայաստանում առաջին հիվանդանոցը, որ բացվեց 260 թվականին, հայտնի է, որ Եվրոպայում առաջի հիվանդանոցը բացվել է 560 թվականին։ Սա պատմական փաստ է, սա գրել ենք ոչ միայն մեր պատմաբանները, նորից եմ կրկնում ուսումնասիրողները, այլև Զուդգով կա, Մեյերշտեյնը կա գերմանացի ուսումնասիրող, որ այս փաստը արձանագրված է նրանց գրքերում։ Շատ լավ։ Եվ սրանից բացի, ըստ Խորենացու Արտաշես թագավորը իր հրամանով մի ամբողջ դեղաբուսական այգի են ստեղծում,
որտեղ դրված էր Ասկլեպիասի արձանը, բժշկության Աստծո, եւ այնտեղ աճեցնում էին դեղաբույսեր, բուժաբիջոցներ։ Այսպիսի տեղեկություններ մենք ունենք։ Մենք նաև տեղեկություն ունենք, որ ըստ Ղազար Փարպեցու Կողբի եւ այլն Արեմտյան Հայաստանի ճահճոտ վայրերը, դե բնական է, մենք հասկանում ենք, որ դրանք առիթ էին դառնում, ավելի ճիշտ պատճառ էին դառնում մալարիայի հիվանդության, որը էլի չարիք էր, միլիոնավոր մարդկային զոհեր էր տանում։ Նրանք ընկալել էին, որ տեղանքը աշխարհագրական կապ ունի այդ հիվանդության զարգացման եւ տարածվածության հետ, այսինքն այն ժամանակ դեռ հասկացել են եւ չորացնել են տալիս այդ ճահճոտ վայրերը։ Եվ այսպես արդեն շարունակաբար այս հեթանոսական շրջանից բոլոր են կուտակումները, որոնք արդեն շատ ավելի առաջ էին գնում, դառնում էին շատ ավելի բացատրելի գիտական առումով եւ նաև անձնական փորձը բերում են արդեն շատ ավելի պայծառ մի ժամանակաշրջանի մեր միջնադարագիտության պատմության մեջ մենք գալիս ենք արդեն քրիստոնեական շրջան, վաղ քրիստոնեություն, մենք գալիս ենք 4-րդ դար, քրիստոնեության պետական կրոն եւ վերջապես ունենում ենք Ներսես մեծ վեհափառ, ով իր ազգանվեր ասեմ, չգիտեմ, ամեն ինչ հիվանդանոցներ, ընկերանոցներ, խնամքի կենտրոններ բացելու հարցեր է լուծում։ Ապաստարաններ, վանքերին կից, անապաստան մարդկանց համար, հիվանդանոցներ, դրանք մեկուսարաններ էին։ Այսպես ասած, իզոլացվում տարածվել եւ նաեւ բուժվելու հնարավորություն ունեն։ Մենք պրակտիկա ենք ունեցել։ Սա կիրառվել է։ Բայց նաև մեկուսարան կազմակերպել այդ մարդկանց առանձնացնելը մի բան էր, բայց այդ մեկուսաններում աշխատող բժիշկներ պիտի լինեին, որպեսզի հոգ տանեին, այսինքն նաև գիտական իմաստով, կրթության իմաստով հարց պիտի լուծվեր։ Այս սա տրամաբանական է արդեն, որովհետև եթե նրանք իզոլացվում էին, նրանք ոչ միայն այլևս վարակ տարածելու գործիք չէին եւ վարակի դեմ առնում էին այլ կերպ ասած սրանք կանխարգելիչ միջոցառումներ էին, այնուամենայնիվ մենք բնականորեն, տրամաբանորեն հասկանում ենք, որ նրանք խնամք ունեին այնտեղ, որովհետև նաև ասվում է, այդ եկեղեցական, տիեզերական ժողովների կանոնակարգված, Աշտիշատի եկեղեցական ժողովի, Դվինի եկեղեցական ժողովի կանոնագրքերում կա, որ նրանք խնամք էին տանում այդ տառապյալներին, նրանց ցավերը, չգիտեմ, տառապանքները մեղմացնելու համար։ Դուք օրինակ հիշեցիք, որ ժողովներ հիշեցիք, բայց բացի փաստորեն բժշկագիտությունից նաև գենետիկական հարցեր են լուծվում, ազգակցականների կապերի, այսինքն գիտականորեն է շատ զարգացած բժշկություն կոչված, ինչ որ այսօր մենք անցալում ենք։ Իհարկե, մենք ունենք հատուկ կանոնակարգ, ընդհանրապես որ վերաբերում է առողջապահության կազմակերպմանը, ամուսնություններին, տարիքին եւ այլն եւ այլն։ Ուղղակի իմ կոնկրետ բժշկագիտության զարգացման այս ամբողջ ընթացքը ես ուզում եմ ընկալելի լինի, որ սա վայրի վերոչ էր։ Սա ուներ իր պատճառահետևանքային կապը եւ զարգացումը։ Այսինքն գիտության, պատմության մեջ այն հանգամանքը, որ գիտության տվյալ ոլորտը պետք է ունենա իր ծագումնաբանությունը, այսպես ասած գենեզիսը, եւ պետք է ունենա իր շարունակականությունը, սա է գիտության պատմությունը ուսումնասիրում։ Գիտության պատմաբանների խնդիրը սա է եւ որոշել այն էտապները, այն ժամանակահատվածները, այն շրջափուլերը, որոնք հաջորդել են մեկը մյուսին։ Այդ պատճառը հետևանքային կապերն եմ ուզում գտնենք։ Մենք նախաքրիստոնեական շրջանից պատմեցիք, բայց անկախտելիորեն դեռ շարունակվում էր, որտեղ օրինակ Շիրակացու Պարագայում 7-րդ դարում գիտենք, որ աստղագիտական գիտելիքներ կամ երկրի գնդաձևության մասին ինֆորմացիա ասում է, որ ես կարդացել եմ քրմերի մոտ նախաքրիստոնեական շրջանի ժամանակներից եկած։ Ունենք մենք նման վկայություններ նաև բժշկագիտության վերաբերյալ։ Այո, խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ունենք, այլև ուսումնասիրված է։
Այմ հետաքրքրությունների շրջանակը ավելի շատ այս պրոբլեմատիկ խնդիրներն էին, միջնադարյան բժշկագիտական դպրոցների, միջնադարագիտության մեջ հայ բժշկագիտության շարունակականության զարգացման էտապները, այդ շրջափուլերը եւ դրանց փոխանցման պատճառահետևանքային կապերը։ Ես ուզեցի ասել, որ այդ նախաքրիստոնեական շրջանի կուտակումները նախապատրաստեցին քրիստոնեական շրջանի հայ բժշկագիտության հետագա զարգացումը, հետագա առաջընթացը, որը շատ ավելի առաջ էր։ Ինչու՞, որովհետև ճիշտ է դեռ հայերեն գրերը չկային, բայց մեր մտավորականները, իմաստասերները փայլուն տիրապետում էին հունարենին, ասորերենին, իրենց կրթությունը ստանում էին հունական եւ ասորական բարձրագույն դպրոցներում, եւ նրանց հասանելի էր ամբողջ անտիկ հունահռոմեական դասական ոչ միայն բժշկագիտությունը, այլև ամբողջ բնափիլիսոփայական եւ բնագիտական միտքը իսկապես հասանելի էր։ Եվ պատահական չի, չէ՞, որ մեր այդ շրջափուլը, քրիստոնեական շրջանը, մինչև 7-րդ դարի ավարտ շատ պայծառ է եւ բնականորեն հաստատագրված կերպով մենք ասում ենք, որ սա ոսկեդար է։ Ինչի է ոսկեդար։ Պետական կրոն քրիստոնեությունը, մաշտության գրերի գյուտը, Աստվածաշնչի թարգմանությունը, 5-րդ դար արդեն մենք մի ճառագայթումներ ենք ունենում, հրավառություն է մեր իմաստասերների, Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհախտ, Անանյա Շիրակացի։ Նրանք տիրապետելով հունարեն եւ ասորերեն լեզուներին կարողացան ամբողջ անտիկ շրջանի քաղաքակրթության մեջ եղած այդ գիտության ոլորտները, մասնավորապես բնափիլիսոփայությունը, բերել հայերենի։ Թարգմանական գրական շնորհիվ։ Այո, Եզնիկի եղծաղանդոցը թարգմանություն չէ։ Ստեղծվել է 453 թվականին։ Դե բնական է, հասկանալի է եղծաղանդոց, ինչ է, աստվածաբան էր, բայց ինչքան հզոր իմացությունների տերմարդ, որ նա անդրադառնում է այստեղ նաև Հիպոկրատյան բժշկագիտությանը, որովհետև մարդու ստեղծման արարչագործական եւ նաև զարգացման ճանապարհով տարիների միաժամանակ զուգահեռ քննարկվում են Եզնիկի մոտ։ Զարմանալի բան է։ Իսկ դե որ արդեն Դավիթ Անհախտ մենք ունենք նրա սահմանքի իմաստասիրության գործը, որտեղ նա անդրադառնում է բժշկագիտական խնդիրներին, անդրադառնում է էվթանազիային։ Իսկ ինչ է ասում։ Ասում է, որ Դավիթ Անհախտը ամբողջովին յուրացրել էր նաև անտիկ շրջանի հիպոկրատյան բժշկագիտական այդ խնդրահարույց խնդիրները եւ առաջադեմ գաղափարները նա հասանելի էր նրան եւ ասում է, որ մենք այնպիսի մի հետաքրքիր ձևակերպում ունենք, այսօր մենք ասում ենք բժշկագիտությունը որպես գիտություն սահմանում պետք է ունենա, ինչպես ամեն մի գիտության ոլորտ, երկու նախադասությամբ։ Ինչ բան է բժշկագիտությունը։ Սա մի գիտություն է, որի զարգացման ընթացքը պետք է կողմնորոշումը լինի, հիվանդությունների կանխարգելումը առաջին հերթին։ Եվ բուժումը։ Այսինքն նա ունի պրոֆիլակտիկ ուղղվածություն, կանխարգելիչ, հետո նոր մնացած բոլոր բաները։ Սա ասում է բժշկագիտության կամ բժշկության բնորոշումը Անհախտի մոտ այն նման օրինակ է։ Եվ էվթանազիային ինչպես է անդրադառնում։ Իսկ էվթանազիային ըստ Հիպոկրատի, որ նրա երդման մեջ կա այս կետը, որ իրավունք չունենք անկախ մահամերձ հիվանդի ցանկությունից կամ անբուժելի հիվանդությամբ տառապողի ցանկությունից, մենք իրավունք չունենք ընդհատել նրա կյանքը, որովհետև բժշկի առաքելությունը մինչև վերջ, մինչև նրա բնական մահը նրան օգնելն է։ Այս դրույթները, որ ստեղծել էր Հիպոկրատը, դե Հիպոկրատ մտավ
մեր բնափիլիսոփայական պատկերացումների եւ բժշկագիտական պատկերացումների մեջ։ Իսկ օրինակ դատաստանագրքերում կան կարգավորումներ նման թեմաներով, թե դրանք առանձին կարգավորվող ոլորտներում էին եւ դատաստանագրքեր չէին մտնում։ Այդ շատ հետաքրքիր հարց եք տալիս, ասեմ ես, հենց հիմա մենք հասկացանք Գոշի դատաստանագրքի, չէ՞, այս փայլատակումը եւ միջազգային նստաժողով պետք է լինի կապված Գոշի դատաստանագրքի հետ, դե հիմա իրավաբանները, օրենսգետները թող դնեն, այս օրենսգիրքը անեն, բայց սա հանճարեղ գործ է, հանճարեղ է, իսկ ըստ բժշկապատմաբանի, այստեղ մենք ունենք այնպիսի հետաքրքիր օրենքներ, հաստատագրված օրենքներ, կանոն, օրենք, որ դեպքում է մահը բժշկի պատճառով, որ դեպքում է հիվանդի պատճառով, որ չի կատարում բժշկի տված խորհուրդները եւ նման օրինակ մի քանի կանոնակարգված օրենքներ։ Սա կա, սա անպայման կա։ Իսկ ինչ դա արդեն մեր եկեղեցական կանոնագրքերում կան դրանք։ Այդ հանգյանի ուսումնասիրության մեջ մենք տեսնում ենք, որ այդ եկեղեցական ժողովների հաստատագրված օրենքներ, ժառանգական հիվանդությունները, որոնք էին, այս հիվանդությունների դեպքում չի կարելի ամուսնանալ, որովհետև դրանք ժառանգաբար կանցնեին։ Սա, ինչ ասեմ, հսկայածավալ մի բան է, որ երևի ես չեմ կարողանա դրան շատ հանգամանորեն անդրադառնալ։ Դե ծավալը շատ մեծ է։ Այո, ես ուզում եմ ավելի շատ այս խնդրեմը, այդ խնդիրը քննարկել ու հասկանալի, ավելի ճիշտ որ հասկանալի դառնա, որ բժշկագիտության միջնադարյան հայ բժշկագիտության զարգացումը համապատասխանում է արդի գիտության, պատմության զարգացման օրինաչափություններին հաստատագրված, որ կանոնակարգել են գիտության պատմաբանները, ըստ այս չափորոշիչների, ես վստահորեն կարող եմ ասել, որ զարգացել է միջնադարյան հայ բժշկագիտությունը, այլ կերպ ասած, դա պետք է ունենար տրամաբանական զարգացման շրջաբաժանումներ կամ շրջափուլեր, ամեն մի նախորդ շրջափուլը պետք է այնպիսի հող նախապատրաստեր, որ գար հաջորդը, այ մեր հենց այդ քրիստոնեական, նախաքրիստոնեական, հետհանոսականը բերեց ոսկե դարին, բայց գիտեք, ասում եմ, դժբախտաբար մենք նորից կորցրեցինք մեր պետական անկախությունը, դե հայտնի փաստ է, ազգային գիտությունը զարգանում է տվյալ երկրի պետական անկախության սահմաններում, ազգային գիտությունը, այդ դարերը 6-ից 11-12 արաբական խալիֆայության այս ամբողջ ժամանակահատվածը, եթե մինչև գիտական լեզուն հունարենն էր, հիմա մենք եկան գիտական լեզուն տեսանք արաբերենը համաշխարհային քաղաքակրթության մեջ, այս բազմազգ արևելյան եւ արևմտյան արաբական խալիֆայության երկրները պետք է գրեին արաբերեն, եւ հետաքրքիր է, որ մենք տեղեկություններ ունենք, որ 9-րդ դարում մենք ունեցել ենք հայ բժիշկ, Հովանես բժշկապետ, ճիշտ է, չունենք բժշկարանը, բայց Ալիշանը եւ Ալիշանն ու Զարպանալյանը գրում են, որ մենք ունեցել ենք 9-րդ դարում հայ բժիշկ, Հովանես բժշկապետ, որը իմաստուն է եղել եւ թարգմանել է Դիոնիսիոս Արեոպագացու պատմությունը կամ ինքնակենսագրությունը։ Այսինքն ինչքան իմաստասեր ու գիտակ է եղել։ Բայց Զարպանալյանը գրում է, որ ճառընտիրներից մեկում իր ուսումնասիրած Հովանես բժշկի անունին հանդիպում է, որտեղ նա բնորոշվում է որպես այր իմաստուն եւ վարպետ բժիշկ։ Այլ կերպ ասած, մատենագիտական այս փաստը կա, որ 9-րդ դարում մենք ունեցել ենք Հովանես բժիշկ, որը իսկապես թարգմանել է, դա կա Դիոնիսիոս Արեոպագացու պատմությունը։ Եվ արդեն գիտեք կամած այս շրջափուլը, այսպես ասած, զարգացման
մի քիչ կարծեք թե կանգ է, մի քիչ մռայլ է, բայց սա պետքա զարմանալի կերպով այնպիսի միջառագայթումներ ունենար Անիի Բաքրատունիների շրջանում։ Այսինքն եկեղեցու շնորհիվ նույնիսկ պետականության բացակայության շրջանում մեր գիտնականները, վանականները չեն թողել այս գիտությունը եւս, ինչպես մնացած ճյուղերը եւս, զարգացրել են թարգմանություններ են արել եւ այլն, որը հիմք է տվել, որ արդեն Բագրատունյաց շրջանում պետականության վերականգնման շրջանում փայլատակի ու կրկին զարգանա։ Անպայմանորեն այդպես է եղել, անպայմանորեն։ Երբ գիտեք, այս ամբողջի արդյունքը պետքա լիներ հայկական պետականության վերականգնումը եւ մենք պետքա ունենանք, սա շատ հետաքրքիր է, որովհետեւ էլի գիտության մեջ հաստատագրված չափանիշներով եւ չգիտեմ չափորոշիչներով մենք ունենում ենք Անիի Բաքրատունիների շրջանում վաղ վերածնունդ։ Մենք շատ լավ գիտենք, որ վերածնունդը ասելու համար պետքա լինեն չափորոշիչներ, հիմքեր, այո, իհարկե, եւ դա կար, որտեվ կար ազգային լեզու, ամենակարևորը, որ ազգային լեզվով պետք է ստեղծվի մշակույթն ու քաղաքակրթությունը, մենք ունեինք պետական անկախություն, մենք ունեինք դպրոցներ, հայտնի չի Անիի Բաքրատունիների շրջանի գրչության կենտրոններն ու օջախները, եւ եթե մենք վերանանք ամեն ինչից եւ մտածենք, որ Անին տվեց Գրիգոր Մագիստրոս եւ Հովանես իմաստասեր, հանճարեղներ իմաստասերներ, մենք իրավունք ունենք սա, ինչ ասեմ, բնորոշել որպես վերածննդի շրջան։ Մենք սա կոչում ենք վաղ վերածնունդ, որովհետեւ հետո մենք կունենանք դասական վերածնունդ։ Ավելի ուշ շրջանում, այո, 12-ից 14 շրջանն կատարյալ վերածնունդ, որ ուսումնասիրվել է, բնութագրվել է եւ հաստատագրված կերպով կոչվել է կատարյալ հայկական քաղաքակրթության եւ մշակույթի վերածննդի շրջան։ Ուզում եմ ասել, որ Բաքրատունիների շրջանը տվեց ճառագայթումներ նաև միջնադարյան հայ բժշկագիտության մեջ։ Ես ուզում եմ մի քիչ ասել Մագիստրոսի մասին, ինչու, որտեվ դա 10-րդ դար է, որտեվ նա հանճարեղ էր, որտեվ նա իմաստասեր էր, որտեվ նա զբաղվում էր նաև, այսինքն նրա այդ նամականիի նամակներից 7-8-ը վերաբերում են բժշկագիտական խնդիրներին։ Այս հանճարեղ մարդը բանավոր տրամախոսական, այսպես պայքարի մեջ էր մտնում ուրիշ ազգերի գիտնականների հետ, այն նրա նամակներից մեկում, որ ուղված էր հույն գիտնական Կյուրակոսին, նա հույն էր, եկել էր Անի, այ տեսեք, եկել էր Անի եւ դասախոսություններ կարդում ընդամենը շատ նեղ մի բնագավառի մարսողության ֆիզիոլոգիայի մասին։ Այս լսելուց հետո մի շատ հետաքրքիր նամակ է գրում Մագիստրոսը նրան եւ քննադատում է նրա ամենաբազմազան սխալ ընկալումների եւ ախտածակման եւ բժշկագիտական հարցերի հետ կապված, որի պատասխանը լրիվ ընկալելն է նրա, ասում է, որ դուք տվյալ դեպքում այս հարցում մարսողության ֆիզիոլոգիայի սխալ պատկերացում ունեք, ճիշտը սա է։ Մենք գիտենք, որ ուշ միջնադարում անգամ մարդկանց մարմինն ուսումնասիրելը շատ լուրջ խնդրի առաջ էր կանգնեցնում Եվրոպայում, բայց տարբեր այսպես ասած հանրամատչելի հրապարակումներից իմանում ենք, որ վաղ միջնադարում Հայաստանում կաթողիկոսն անգամ թույլ էր տալիս, որ ուսումնասիրեն մարմինը, որպեսզի հասկանան ինչ է կատարվում։ Մեր բժիշկները, մեր բժշկապետերը իսկապես ներսից էլ ճանաչում էին մարդու մարմինը, որ հասկանային ինչի հետ է կապված, ինչ է կատարում մարդու, թե ուղղակի տեսական գիտելիքներով փորձի հիման վրա կարողանում են բժշկություն անել։ Ասեմ, հետևյալն է, մենք վստահելի տեղեկություններ ունենք, այսը վերաբերում է կենթանահատումներին նույնիսկ, որ կոչվում էր վիվիսեկցիա, ոչ միայն հերձումներին, այլև կենթանահատումներին։
Հովանես Երզնկացին, բայց սա էս գրավոր մատենագիտական տեղեկությունները մենք ունենում ենք Կիլիկիայում 13-րդ դարում Վահրամ Ռաբունին, Հովանես Երզնկացին, ինչպես նաև Վարդան Արևելցին 13-րդ դար, նրանք իրենց գործերում Երզնկացին իր քարոզներից մեկում, որ կարդում էր արքայորդիների թագադրության ժամանակ, ասում է, շատ հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում, ես հետո երբ կանդրադառնամ Կիլիկիային, սա շատ ավելի հանգամանորեն կասեմ, նա ուղղակի ասում է զուգահեռ անցկացնելով, այնպես ինչպես մենք մահապարտյալներին, կտտանքների ենք ենթարկում, բացում ենք մարմինը, սրանով մենք գիտությանն ենք օգուտ տալիս, որովհետև ուսումնասիրում ենք մարդու մարմինը, իսկ նրան հասկացնում ենք մնացածներին, որ չարագործությունների ժամանակ կարող են ենթարկվել այսպիսի դաժան կենթանահատումը ինքնին բարդ բան է անկալելի, որովհետև կենթանի մարդուն հատում են այս վիվիսեկցիոն, բայց մեր բժիշկները, քանի որ բազմալեզու էին, նրանք գիտեին անտիկ հունահռոմեական դասական բժշկագիտության ձեռքբերումները, մասնավորապես Գալենյան անատոմիան, հստակ պատկերացնում էին, ամբողջովին գիտեին, այնպես որ ուզում եմ ասել, քանի որ նրանք իրենց ներքին հիվանդությունների ախտաբանությանը նվիրված բժշկարաններում այնպիսի հանգամանալից տեղեկություններ են տալիս տվյալ օրգանի տեղադրության, այնտեղ կատարվող փոփոխությունների, նրա կապը մյուս օրգանների հետ, զարմանալի է, այսինքն դա պետք էր, երբեմն ընկալում ես, որ սա տեսականորեն միայն չէր կարող ընկալելի լիներ, սա պետք էր նաև դիտողականության հետ միասին տեսանելի լիներ։ Վարդան Արևելցին, եթե չեմ սխալվում, պատմում է փսիխոսոմատիկային է, այսպես ժամանակակից լեզվով ասում, թե որ էմոցիան, որ օրգանում է պահվում, ասում է, որ բարկությունը այստեղ էր, սերը թոքերում էր, սրտում խորհուրդներ եւ այլն, եւ անգամ կա պտղի ձևավորման մասին, որ տղա զավակը դեպի աջ կողմ է զարգանում, իսկ աղջիկ զավակը դեպի փայծախի սառը կողմում է զարգանում, նման մանրամասն պատկերացում ունեին մարդու կառուցվածքի եւ բժշկության մասին։ Գիտեք, ելի եմ կրկնում, խնդիրը այդ խնդրեմը այնա, որ մտածում ես սրանք իմանալով, որ նրանք ինչքան գիտակ են եղել։ Այս խնդիրները դեռ կար արևելքում, արևելյան, ստրկատիրական արևելքի երկրների բժշկագիտության մեջ։ Այդ յոգիզմի, այդ ավանդական բժշկագիտության այդ ոլորտը եւ Չինաստանի ասեղնաբուժության, ինչպես նաև ասեղնադիագնոստիկայի այս ոլորտները, երբ դու կենտրոնանում ես նրանց բնափիլիսոփայական պատկերացումների վրա, այդ ամենը կանդեղ։ Նրանք գրում էին ակտիվ սկիզբը, յանյը, ինյը, պասիվ սկիզբը, որ օրգանում է, ինչպես են իրար վրա ազդում, տաք են, սառ են, եւ այս նույն տրամաբանությամբ նրանք տարանջատում էին իրարից բուժամիջոցները, հետո Ամիր Դովլաթի մոտ էս ամբողջը գիտական բարձր մակարդակի հասավ, սա գիտություն էր, բառից բուն իմաստով։ Այս ուզում եմ ուղղակի ասել, որ այդ զարգացման շարունակականության տրամաբանությունը, այդ պատճառահետևանքային կապը, որ եկանք հասանք Բաքրատունիների շրջան, այ գալիս էր նախորդներից։ Մենք ընդհատումներ չենք ունեցել։ Մենք մի քիչ կարող է ընկճում ենք ունեցել, բայց ընդհատում երբեք չենք ունեցել։ Մեր գիտությունը, միջնադարյան քաղաքակրթությունը անընդհատ զարգացման շարունակական ընթացքի մեջ է եղել։ Սա վերաբերում է մեր միջնադարյան հայ բժշկագիտությանը եւ գալիս է Բաքրատունյաց շրջան եւ վերջապես մենք ունենում ենք մեր առաջին մաքուր հայերենով գրված բժշկագիտական երկը Գագիկի դեղագիտարանը։ 10-րդ դար։ Ով է Գագիկը։ Գագիկը Գագիկ թագավորն էր։ Թագավորն ինքն էր գրում։ Ոչ, գրողը, գրիչը գրում է այնքան մեծ է, դե մեր ձեռագրերը հիշատակարաններ ունեն, բոլորին հայտնի է եւ սա մեզ հնարավորություն է տալիս հասկանալ, դա նախաբան էր։
Հիմա ամեն մի գիրք ունի, չէ՞, իր ներածությունը, չգիտեմ ինչ։ Այս հիշատակարանն է, ով է գրել, ինչու է գրել, ում պատվերով է գրել, ինչ նպատակներ է ունեցել։ Հստակ, մի անգամից գիտենք ինչի մասին է, շատ լավ։ Եվ նա գրում է հիշատակարանում, որ այնքան մեծ էր Գագիկ առաջին թագավորի վաստակը այս բժշկարանի ստեղծման մեջ, որ ես հարկ չհամարեցի գրել հեղինակի անունը, այլ գրեցի թագավորի անունը, Գագիկի բժշկարան։ Մենք ունենք նաև Հետումյանների բժշկարան, չէ՞։ Այս սա հենց սրա մասին է խոսքը։ Այ հենց այս Գագիկի դեղագիտարանը 10-րդ դարի, սա հանճարեղ գործ է։ Սա դեղագիտարան է, որտեղ կա ամբողջ անտիկ շրջանի Դիոսկորիդես, հունահռոմեացիներ, Հիպոկրատ Գալեն, Բյուզանդատ, ամեն ինչ Գագիկի դեղագիտարանը։ Դե մենք անընդհատ պետքա արտագաղթեինք բուն Հայաստանից եւ Սելջուկյան պատերազմներ, Բագրատունյաց թագավորության անկում եւ հայկական գաղթի ժամանակ այս Գագիկի դեղագիտարանը մի շարք հայերեն միջնադարյան ձեռագրերի հետ հասնում է Կիլիկիա, Հետում պատմիչ եւ 1294 թվականին Հետում արքայազնը կամ Հետում Մոշնի որդին կամ Հետում պատմիչը 1200-ին շատ հանճարեղ մարդեր, իմաստասեր, փայլուն գիտելիքների տեր, այդ տեսեք ինչերով էին զբաղվում։ Գագիկի դեղագիտարանը խմբագրում է, ավելացնում է նրան մխիթար հեռացու ջերմանց մխիթարության համառոտ տարբերակը եւ եւս մի անհայտ հեղինակի բժշկարան 13-րդ դարի անհեղինակ բժշկարան եւ այս 3 միավորները կոչում է Գագիկ Հետումյան բժշկարան։ Այս նույն Գագիկի դեղագիտարանն է, որ դառնում է Հետումի շնորհիվ Գագիկ Հետումյան բժշկարան։ Սա գանձ է։ Դուք մխիթար հերացուներ հիշատակեցիք, գիտեմ ծավալը շատ մեծ է, բայց մխիթար հերացու կողքով անտարբեր անցնել չենք կարող, որովհետև եթե ամբողջ աշխարհի բժիշկները երդվում են Հիպոկրատի երդումով, մենք էլ կարծես երդվում ենք հերացու անվան առաջ հերացու։ Նա մեր բժշկագիտության, միջնադարյան բժշկագիտության խորհրդանիշն է։ Ինչու։ Անցնենք հեռացի, ես մի քիչ ուզում եմ Գագիկի դեղագիտարանի մասին ասել, որտեղ սա շատ կարևոր բժշկարան է։ Ասեք ու անցնենք հեռացի։ Այո, սա երկօրինակ կանթամենը, ամբողջ աշխարհում հայտնի է երկօրինակ։ Մեկը Վենետիկի Մխիթարյան միաբանությանն է եւ շատ վաղ ընթորինակություն, շատ վաղ 13-րդ դարի։ Շատ հանրահռչակ ձեռագիր է, 1281 ձեռագիրը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում, մյուս օրինակը Երուսաղեմյան մատենադարանի 370 ձեռագիրն է, որը շատ հետաքրքիր է, որովհետև ունի մագաղաթյա 2 պահպանակներ միջնադարյան բժիշկների պատկերներով։ Սա շատ արժեքավոր բան է։ Դե բժշկարանները հիմնականում արձանագրված են, նկարագրված են, բայց դժբախտաբար մենք չունենք նրա քննական բնագիրը։ Ձեռքի տակ կունենանք երևի սրան էլ կհասնենք։ Եվ ինչ վերաբերում է ձեր հարցին մխիթար հեռացուն, ես պետք է ասեմ, որ արդեն մենք հեռացին իմաստավորվում է ամբողջ հեռացիով այս ոլորտը հայկական քաղաքակրթության, մշակույթի, միջնադարագիտության, հայ միջնադարյան բժշկագիտության 12-ից 14-րդ դարերի այս հատվածը, որը դասական վերածնունդներ, Կիլիկիայում Սիսմայրա քաղաքով իր բոլոր գիտության ոլորտների հանճարներով պետքա լիներ հեռացին։ Տրամաբանական էր նրա լինելը, որովհետև այն ամբողջ հողը, որ նախապատրաստված էր մինչև սա, պետք է տար այսպիսի հանճարեղ մի բժշկապետի ծնունդ։ Եվ այդքան զարգացած պետությունը չէր կարող չունենալ իր սեփական բժշկագիտությունը։ Սա է։
Երբ ես ասում եմ դասական վերածնունդ, էլի ժամանակակից գիտության, պատմության ուսումնասիրողների չափորոշիչներով պետքա լինի։ Եթե մենք կկարողանանք մեկ ուրիշ առիթով անդրադառնալ մեր բժշկագիտական դպրոցներին, սա մի ամբողջ ուսումնասիրության նյութ է, որին մենք իրավունք ենք ունենում անվանել բժշկագիտական դպրոց, որտեղ դա էլ իմ հետաքրքրությունների Մի այսպեսի հարց տամ, դպրոցների մասին իհարկե կանենք առանցին հարցազրույց առաջին աստված կանենք, բայց դրանք իրարից տարբերվում են, օրինակ հիմա ժամանակակից աշխարհում ասում են արևմտյան բժշկությունը այսպես է կարծում, արևելյան բժշկությունը, չինական բժշկությունը այսպես է մոտենում կամ լուծում խնդրին, խորհրդային բժշկությունը այսպես է լուծում եւ այլն։ Դրանք այդքան իրարից սկզբունքորեն տարբերվող հիմքերով դպրոցներ էին, գրեթե, որովհետեւ սա իմ նախասիրությունների մեջ էր մտնում, շատ հետաքրքիր։ Այս բոլորը մեզ ուղղորդել է երջանկահիշատակ Լևոն Խաչիկյանը։ Նա Մատենադարանի հիմնադիր Խաչիկյանը։ Ես նրա աշակերտն եմ եւ միշտ հոգուս պարտքն է, չգիտեմ, նրա շնորհիվ մենք հասկացանք ինչպես պետքա ուսումնասիրել միջնադարը։ Ինչով էին տարբերվում դպրոցները։ Գիտեք, մի դպրոց կա, որ կիրառական է։ Մի դպրոց կա, որ տեսական բժշկությունն է զարգացնում։ Մի դպրոց կա, որ հիմնականում հիմնված է կողքի երկրների զարգացված բժշկագիտության ընկալումներով։ Դրանք տարբեր են, եւ մենք ունենք այդ դպրոցները։ Անի դպրոցը մի բան է, Կիլիկիայի բժշկագիտական դպրոցը մի բան է, եւ եթե մենք ասում ենք դպրոց, մենք իրավունք չունենք հենց այնպես դպրոց ասելու գիտական։ Մենք պետք է դա հիմնավորենք։ Այսինքն գիտական դպրոցը ունի հստակ իր չափորոշիչները։ Դպրոցը պետք է ունենա առաջնորդ, լիդեր, նախապատմություն տվյալ ոլորտի, լիդերը պետք է ունենա նորամուծություն կամ նորարարություն իր ոլորտում, եւ լիդերը պետք է ունենա աշակերտներ։ Այս համահավաք չափորոշիչները եթե կան, ուրեմն սա կոչվի գիտական դպրոց։ Այս տրամաբանությամբ Լևոն Խաչիկյանը մեզ ուղղորդում էր ավելի համապարփակ ուսումնասիրությունների, ոչ թե միայն փայլուն անհատ բժշկապետերի գոյությունը, նրանց վաստակը, այլ ամբողջ խնդրը եւ ընթացքը, ամբողջը, այս ամբողջության մեջ էր, որ պետք է ընկալվեր Կիլիկիայի հայ բժշկագիտական դպրոցը, որին մենք շատ դասական ու կատարյալ ենք համարում, որը պետքա, նրա խորհրդանիշը պետքա դառնար հերացին, ինչու, որովհետև հերացիով ենք մենք գրեթե բնորոշում դասական, գիտական, միջնադարյան հայ բժշկագիտության ոլորտը, միջնադարագիտության մեջ։ Տիկին Կարապետյան, այսպեսի մի հարց եմ ուզում տալ, մի բան է, երբ որ ուսումնասիրում ենք պատմությունը բժշկության ու տեսնում ենք, որ այս օտար պատմիչի մոտ, հայ պատմիչի մոտ, այս ստեղծագործության մեջ, այն պատմության մեջ կան հիշատակումներ, ունենք բժշկարաններ, ուսումնասիրում ենք բժշկարանների հիշատակարանները, հասկանում ենք ով է գրել, ում պատվերով է գրել մի բան, բայց մի բան է, երբ որ մենք փորձում ենք վերծանել, հասկանալ, թե ինչեր են գրված այդ բժշկարաններում։ Եզրերը տերմինները բավականին տարբեր են, բացի դրանից ունենք նաև խնդիր գաղտնագրված լինելու հետ կապված, ինչքանով է այսօր հնարավոր լինում վերծանել այդ ձեռագրերը, հասկանալ եւ ինչքանով դրանք կարող են կիրառելի լինել այսօր։ Ասեմ, որ միջնադարյան հայերեն մեզ հասած բժշկարանները, ինչու՞ չէ նաև դեղագիտարանները, տարբեր որակների են։ Մենք ունենք կատարյալ գիտական բոլոր առումներով հաստատագրված բժշկարան եւ ունենք մասնավոր ոլորտների։ Հերացու մեծությունը նրանում էր, որ նա նորարար համարվեց, նորարարություն մցրեց տեսական իր ժամանակի 12, նա գրել է գործը 1184 թվականին, տեսական բժշկագիտության բնագավառում մասնավորապես ախտածակման,
էթիոլոգիայի բնագավառում։ Շատ հանճարեղ կռահում արեց հերացին։ Այս արդեն դուրս եկավ ազգային սահմաններից, ձեռք բերեց միջազգային նշանակություն։ Ինչ հայտնագործություն արեց։ Հերացու այսինքն հենց նրանից սա հայտնագործություն չէր, սա առավելություն էր, որ նա այնքան իմաստուն էր, այնքան գիտակ էր, նա հայ մեծ բժշկապետ էր, լիովին յուրացրած մինչև իր ժամանակը եղած համաշխարհային միջնադարի այդ բժշկագիտական բոլոր դպրոցները, անտիկ հունահռոմեական, բյուզանդական, արաբական, ընդ որում այդ բոլոր հեղինակներից նա հղումներ է անում իր գործում, բայց նա իր բժշկարանը կառուցեց ոչ թե որպես ընդհանուր բժշկագիտական երկ, այլ նա այստեղ քննարկեց բժշկագիտության մի մասնավոր բնագավառ։ Բժշկարանը նվիրված է տենդային հիվանդություններին կամ սուր վարակական հիվանդություններին։ Պատճառներ գտնում, թե որոնք են պատճառ գտնում։ Կոչվում է ջերմանց մխիթարություն, հանճարեղ վերնագիր։ Այսինքն ջերմերը դրանք տենդային վարակական հիվանդություններ են, որ նա դասակարգեց, բնորոշեց, բժշկագիտական վերլուծություններ արեց իր ժամանակին հայտնի բոլոր վարակական, սուր վարակական տենդային հիվանդություններին, դա կլիներ բարակած, ձեր ասած հենց տերմինաբանությունը, հերացին նաև տերմինաբան էր։ Նա հայ բժշկագիտության մեջ եզրեր է ստեղծել, ընդ որում անգմասնիկով, ոսկրանք, ջրանք, դրանք ինչեր են։ Դրանք հիվանդությունների անվանումներն են։ Այդ ջրանգը գիտեք ինչ է, ենթադրենք այտուց։ Այտուցին ջրանք էր ասում։ Այո։ Եվ ընդհանրապես, օրինակ այնքան սիրուն բնորոշում ունի տուբերկուլյոզին։ Մենք ճիշտ է թոքախտել ենք ասում, բայց ինքը շատ սիրուն տերմինով ասում էր բարակացավ։ Բարակացավ։ Ինչու՞։ Ինչու, որովհետև մաշվում է տուբերկուլյոզով հիվանդ մարդը, հյուծվում է եւ շատ հետաքրքիր բացատրություններ, որպեսզի ես կարողանամ ախտածինների մասին չասացիք ինչ հայտնաբերեց։ Այս եմ ուզում ասել, ամենակարևորը նա է նրա նորամուծությունը բժշկագիտության ախտածակման ոլորտում այն էր, որ այս մարդը հանճարեղ կերպով կռահեց, որ վարակը ունի կենթանի հարուցիչի բնույթ։ Վիրուսներ բացահայտում։ Այո, կենթանի հարուցիչը 12-րդ դարում։ Այո։ Եվ երբ զուգահեռներ ենք անցկացնում, Ավիցենան շատ հզոր է, մեծ է։ Ես նրան անդրադառնամ, երբ Ամիրդովլատ ասեմ, որովհետև գրեթե ես կարող եմ երկուսին նույն հարթության վրա դնել, իսկապես այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է հեռացում, տեսեք, Ավիցենան ասում էր, որ վարակը նեխային process է։ Հեռացին ընկալեց, որ այդ քարորյա կրկնվող տենդերը մալարիան շատ սիրուն ախտածակում, կլինիկա, այդ էթիոպաթոգենեզը ախտածակումն ու զարգացումը հիվանդության, նրա ամբողջ ախտանիշները եւ թերապիան բուժումը հրաշալի էր կազմակերպում։ Այդ հարուցիչի մասին ասեց, որ պատճառը ախտածակման կենթանի հարուցիչն է, որ կարող է մտնել օդակաթիլային ճանապարհով մեր օրգանիզմ։ Սա ուսումնասիրված է։ Սա մեր հայտնագործությունը չի։ Այդ մենք հայ բժշկապատմաբանները կամ դեռ շատ վաղուց Վենետիկի Մխիթարյանները, Վահրամ Թորգոմյան եւ այլն, նրանք անդրադարձել են տարբեր օտար լեզուներով զեկուցումներ են կարդացել այս մասին, մասնավորապես Լևոն Հովհաննիսյանը, հանճարեղ բժշկապատմաբան։ Ասելիքս նա է, որ օտար գիտնականները, այ Էրնստ Զայդելը գերմանացի, մասնավորապես սովորեց գրաբար, թարգմանեց ջերմանց մխիթարությունը գերմաներեն, անդրադարձավ այս բորբոսային տեսության զարգացման խնդիրներին հեռացու մոտ եւ համարձակորեն ասեց, որ ես գտնում եմ, որ մխիթար հեռացին բակտերիոլոգիայի էրային նախակարապետն է, որովհետև նա 15-րդ դարի Հիլդեգարդից առաջ, որը կանխատեսում էր դեռ
կենթանի հարուցիչի գաղափարը, իսկ եվրոպական վերածննդում Ֆրակաստորոն դեռ շատ ավելի ուշ 16-րդ դարում, ուզում եմ ասել, որ նրանց բնորոշումներ, այ հենց այս ուսումնասիրության համար Զայդելը ստացավ Փուշմանի մրցանակ։ Տիկին Դոնարա, խոսեցիք, պատմեցիք, ու դա հայտնի փաստ է, որ մեր բժշկապետներն ուսումնասիրել են տարբեր երկրների հունահռոմեականից սկսած մինչև արաբական եւ պարսկական բժշկապետներին։ Իսկ արդյոք մենք ունենք տվյալներ, թե հայ բժշկագիտությունը ինչպես է ազդեցություն ունեցել կամ ինչպես են վերաբերել հայ բժշկագիտությանը եւ հայտնագործություններին եւ բուժման մեթոդներին օտար երկրներում օտար բժշկապետները։ Խնդիրը այն է, Նոյեմի, որ սա դեռ շատ վաղուց է գալիս։ Անտիկ շրջանում, այօնակա դեռ 4-րդ դար Ստրաբոնը գրում էր այդ մասին։ Մեր թվարկությունից առաջ։ Իհարկե, Քսենոֆոնում գրում է։ Ինչ էին գրում։ Արհեստավար հայ բժիշկների մասին։ Ասում է, պատերազմի ժամանակ, երբ մենք անցնում էինք, այս երկրով, դա մի հրաշալի երկիր էր ու աշխատասեր ժողովուրդ, եւ զարմանալի արհեստավարժ բժիշկներ։ Ասում է, մեր զինվորներին ռազմի դաշտում նրանք շատ մարդասեր էին, նույն օգնությունն էին ցույց տալիս, ինչ որ իրենց զինվորները կարող է վիրավոր լինեին եւ այլն։ Այնքան հետաքրքիր են այս դետալներից է օտար պատմիչների, որ մենք գիտենք նրանք ծանոթ էին մեր հայկական, նույնիսկ անտիկ շրջանի, նույնիսկ հեթանոսական շրջանի բժշկագիտությանը։ Գալենը, Հիպոկրատը, էլ չեմ ասում Ավիցենը, գրում էին հայկական կավի զարմանահրաշ բուժիչ հատկությունների մասին, ծանոթ էին նրանք։ Հայկական կավ, հայկական լեռնաշխարհից վերցրած Վանաձովի հատակից արտահանվող հայկական կավ, Բոլուս Արմենա, որ հետո Մնջոյանի անվան քիմիայի ինստիտուտը սկսեց ուսումնասիրել նրա զարմանահրաշ բուժական այդ մեծ լայն սպեկտրը եւ հասկացան, որ նա օժտված է ջեր միջեցնող, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, անտիբակտերիալ, անտիվիրուսային, իմունիտետ այսքան հատկանիշներով, ամինոթթուներ, գլյուկոզիդներ, ամեն ինչ կա հայկական կավի մեջ։ Սա վերաբերում էր նաև հայկական կավին եւ հայկական բորակին։ Դեռ շուտ Գալեն, Հիպոկրատ գրել էին դրա մասին։ Իսկ բյուզանդացի բժիշկ Հայից Ուսամիդացի իր համահավաք աշխատության մեջ գրում է հայկական համեմի մասին։ Ասում է դա ոսկեգույն եւ նկարագրում է։ Ասում է ոսկեգույն արտառոց մի բույս էր, որը հրաշալի բուժում էր թոքային հիվանդությունները։ Սովորական համեմը, որ մենք այսօր խոհանոցում օգտագործում ենք։ Այո, իսկ ինչ վերաբերում է լոշտակին, դա հայտնի է եղել եւ Համասփյուրին։ Ճիշտ է, հիմա նրանք կարմիր գիրք են ընկել, Համասփյուրի մասին մենք առաջին տեղեկություններ դեռ ունենում ենք Անանյա Շիրակացուց, զարմանահրաշ բույսի մասին գրում է, նրա բուժական լայն սպեկտրի մասին եւ ասելիքս նա է, որ թե անտիկ շրջանի հունահռոմեական դասականները, թե պատմիչները, Տակիտոս, Քսենոֆոն տեղյակ են եղել վաղ միջնադարի, դրանից ավելի վաղ շրջանի հայկական լեռնաշխարհի զարմանահրաշ դեղաբույսերի եւ բուժական միջոցների մասին։ Այ հայկական քար հայտնի է եղել, որտեղ քարերով են բուժել։ Ինչքան բան ունենք խոսելու, որովհետև եւ մրգերը, եւ բույսերը, եւ ծառատեսակները, եւ տարբեր միջոցները ուղակի Հայաստանում այնքան առատ են հայկական լեռնաշխարհի բազմազանությունը եւ ցածր մարգագետնային եւ բարձր լեռնային գոտիների այդ բուսականությունը այնքան առատ են ու այնքան հարուստ են տարբեր հանքանյութերով եւ այլն, որ իսկապես պիտի ուշադրության արժանանային թե հայ թե օտար բժշկապետների մոտ, այդ ամենի մասին պիտի հատ-հատ խոսենք եւ ես առաջարկում շարք անենք Տիկին Դոնարա։ Այո, գիտեք ինչ, օրինակ Հայաստանի բնությունը աշխարհագրական դիրքը, այս ամբողջը նպաստեցին նաեւ մեր բժշկարանների ստեղծմանը։ Ես օրինակ չեմ պատկերացնում ինչպես կարելի էր գրել հայկական բուժամիջոցների մասին այսքան սիրուն դեղագիտարաններ, եթե սա հայկական բուսաշխարհը չլիներ կամ հայկական լեռնաշխարհը,
չէ։ Տիկին տներա մի հատ էլ պոպուլար հարց տամ, վատ հարց տամ լրագրողական տեսակետից եւ այլն։ Արդյոք մեր բժշկարաններում կան այնպիսի մեթոդներ, բուժական մեթոդներ, որ ժամանակակից բժշկությունը կարող է դրանցից օգտվել, որդեգրել միջոցները, մեթոդները կամ դեղամիջոցները ժամանակի մեր օրերին հայտնի շատ հիվանդություններ բուժարկելու համար։ Սա պոպուլար չի, սա գիտական հարց է։ Ինչու՞։ Որովհետև ի վերջո մեր նպատակը միայն մեր մշակութային արժեքների հաստատագրումը եւ փաստացի բերելը չի։ Այս ամբողջը արվում է ժամանակակից բժշկագիտության մեջ կիրառելի դարձնելու համար։ Իհարկե, որովհետև այն ամենը, որ կա մեր բժշկարաններում, դրանք բնական բուժամիջոցներ են, նրանք այսօր էլ կիրառելի են։ Ես իմ դասախոսությունների ժամանակ ուսանողներին ասում եմ, որ դուք պարտավոր եք, չէ, անկեղծ եմ ասում, սա գիտությունը, դուք պարտավոր եք դա իմանալ, որտեղ աշխարհը հիմա գնում է այս ուղղությամբ։ Այլընտրանքային ավանդական բժշկագիտությունը այսօր համարվում է բուժական բժշկագիտության ամենազարգացող ոլորտներից մեկը։ Իսկ Ամիր Դովլաթի դեղագիտարանը, այ անգիտած անպետ դեղաբառարանը, սա մի հսկայական հանրագիտական գործ է հենց այս բնագավառի։ 21-րդ դարում ալերգիկ հիվանդությունները չարիք են, գիտեք, քաղցկեղի նման, գիտեք ինչ մարդկային զոհեր են տանում, որոնք դեռ գիտությունը ամբողջովին չի պարզել։ Այդ այնպես չի էլի, որ 21-րդ դարի զարգացած բժշկագիտությունը բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ։ Իհարկե չի կարող տալ։ Եթե մինչև հիմա մելախոլիան չեն կարողանում բուժել, իսկ Ամիր Դովլաթը ենթադրենք պետքա առաջարկի իր բուժման մեթոդները, զարմանալի կերպով մտածում ես, որ 15-րդ դարի հայ բժշկապետը ոնց կարող էր այսքան կատարյալ նկարագրել հիվանդության կլինիկան, այս քնախտանիշները, ուրեմն ինչքան հիվանդ բուժել, չէ։ Դիտողականությունն է եղել նրանց ախտորոշման հիմքը, իրենց դիտողականությունը։ Իսկ այդ նրանց ախտորոշումների անդրադառնալը, ամենաբարդ հիվանդությունների ախտորոշումը, դա մի ուրիշ խոսակցության նյութ է։ Շնորհակալություն շատ, որ ասում համը գցեցիք քիմքիս եւ հաստատ պիտի ինչ որ շարք անեմ, որովհետեւ ամեն մի ճյուղը պիտի լուսաբանվի, թե դպրոցները պիտի ուսումնասիրեն, թե բժշկարանները, թե բուժման մեթոդները եւ այլն, առաջարկում առաջիկայում նման մի հետաքրքիր շարք սկսենք ու լուսաբանենք, դրանով մենք ինքներս մեզ մի քիչ ավելի շատ կճանաչենք։ Այո։ Եվ ես իմ ակնթիռներին եւ ունկնդիրներին հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես շատ սիրով զրուցում էի Մատենադարանի ավագագիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ, բժշկապատմաբան Միշքեղկին Տիկին Դանարա Կարապետյանի հետ էի զրուցում։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալություն եւ ես հույս ունեմ, որ սա առիթ կլինի, որ մարդիկ փորփրեն համացանցում գտնեն ձեր հոդվածները, գտնեն ձեր ուսումնասիրությունները, գտնեն նաեւ այն մարդկանց հոդվածներն ուսումնասիրությունները, որոնց մի մասին այսօր անվանապես թվարկեցինք, մյուս մասին դեռ պետք է խոսել։ Շնորհակալություն ձեզ շատ։ Սիրով։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։